Սպիտակաշեն համայնքին պատկանող 310 հեկտար վարելահողից 235 հեկտարի վրա այս տարի ցանց է կատարվել։ Կարկուտն ու անձրևները մեծ վնաս են հասցրել ցանքատարածություններին։ Ցավալին այն է, որ արդեն մի քանի տարի շարունակ բնությունը բարեհաճ չի գտնվում սպիտակաշենցիների նկատմամբ։ Վատն այն է, որ 4 տարի անընդմեջ է մեր գյուղում կարկուտ եւ ուժեղ անձրևներ տեղում, դրա համար այսօրվա վնասը ավելի շատ է մեզ համար, քան թե 1 տարին եղած է։ Կարկուտից եւ անձրևներից այս տարի 100%-ով վնասվել են 30-ից 40 հեկտար դաշտեր, իսկ 90 հեկտարը վնասվել է 50-ից մինչև 80%-ով։ Տուժել են նաեւ այգիները։ 5 հեկտար թայգի կա 100%-ով կարկուտից տուժվել է։ Այս տարի թուղթ չեն հավաքել մեր գյուղում։ Մի քանի օր Սպիտակաշենում սկսվել են հունձի աշխատանքները։ Բերքահավաքի նախնական տվյալներն այսպիսին են։ Հնձվել է մոտ 30-35% ցանքսերի։ Բերքատվության միջին բերքատվությունը 15-18 ցենտներ է, դա հիմնականում կարկոտի եւ անձրևից հետո հասցրած վնասներից հետո այդքանի չէր բերքատվությունը։ Մարտունու շրջանում աշխատում է 50 կոմբայն, որից 3-ը նոր է հասել Սպիտակաշեն։ Համայնքի ղեկավարն իր արդարացի մտահոգությունն է հայտնում համայնքի տարածքում բերքահավաքի ուշացման առնչությամբ։ Շրջանում տեխնիկայի պակաս անշուշտ կա, այդ մասին բարձրաձայնվել է։ Մենք ներկայացրել ենք տեղեկություններ կառավարությանը վեր հացահատիկային 5 կոմբայնի պակասությունն ենք։ Չի խախտվել բերքահավաքը ներքին գոտուց սկսելու ծրագրային սկզբունքը, բայց չէ որ կարելի էր կարկտահարված դաշտերի համար հատուկ մոտեցում ցուցաբերել, կորուստը գոնե նվազագույնի հասցնելու համար։ Հունիսի 10-ից 15-ը կարելի է արդեն գարին հնձած գյուղում պատրաստ է, կարելի է դա արդեն եղած է։ Կարելի էր հնձած, բայց ուշացավ, մի ամիս ուշացավ, որը էլի շատ կորուստներ հասցրեց։ Համայնքը չունի կոմբայն, դրա համար էլ ապավինում է դրսի օգնությանը։ Գեղարքունիքի մարզից 5 տարի շարունակ սպասվող տեխնիկան ցավոք այս անգամ ուշացումով է տեղ հասել։ Մի կողմից էլ եղանակային պայմանները խանգարեցին ժամանակացույցով աշխատել, բայց խանգարիչ հանգամանքներն այդքանով չեն սահմանափակվել։ Դժվարությունը ստեղծվել է այն պայմանով, որ հիմնադրամի կողմի կոմբայնները անսարքությունը բերքահավաքի ժամանակ մեծացել է եւ դժվարացել է գրաֆիկը որպես կանոնավոր, բայց ելի ասեմ չեն ուշացել, ստե մի քիչ կարկտահարությունն է խանգարել։ Իսկ թվում ամեն ինչ իր բնական հունով գնում է բերքահավաքը։ Ռոմա Շամամյանը հունձին մասնակցում է սեփական 2 կոմբայնով։ Օգտվել է գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ցուցաբերած աջակցությունից։ Պահեստամասեր ձեռք բերելու եւ տեխնիկան վերանորոգելու նպատակով անտոկոս վարկ է վերցրել սեպտեմբերին վերադարձնելու պայմանով։ Ասում է 2 կոմբայնի համար տրամադրվող գումարը քիչ է, բայց նա ավելի շատ դժգոհում է պահեստամասերի գների կամայական աճից։ 2 կոմբայնին 400,000 փոխանցել կա, բայց դա քիչ է։ Este մի մոմենտ էլ կա, եթե իրանք աջակցությունը այդ հիմնադրամ փողը տամա պենանրվամա վեր մագազիններ զարչած տավելի ինտենգությունում։ Ինչքան փողը տամն մագազիններ դա ինտենգությունում։ Առաջ մի ռեմեն ինքունայս գլալ 12,000 մենք տարալա 35,000։ Բայց նույն ռեմենն է, հələ ինչքան ավելի լավ է որակը քան թե մենք։ Սպիտակաշենում լրացուցիչ տեխնիկայի ժամանմանն են սպասում, եթե խոստումը կատարվի, ապա մի շաբաթից համայնքում կավարտվի բերքահավաքը, իսկ ընդհանուր առմամբ առաջիկա օրերին հունձը նախալեռնային գոտում ավարտելով տեխնիկան կտեղափոխվի լեռնային գյուղեր, որտեղ չուշանալու համար դեռ ժամանակ կա։ Գոհար Ռուստամյան, Հովիկ Արաքելյան, օր։